Ողջույն հարգելի գործընկերներ, սիրելի արցախցիներ, մենք բարբերաբար անդրադառնում ենք Արցախի խնդրին, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների հետ կապված խնդրին եւ պատահական չէ, որ Արմկոնսուլի հետ համաձայնության եկանք եւ այս շուրջ 2 տարի է արդեն զբաղված ենք արցախայության իրավունքների հետ կապված խնդիրների լուծմամբ։ Թե ինչքանով են դրանք արդյունավետ, կարծում եմ ձեր գնահատականն է արդեն որ պետք է տաք։ Ես ասեմ, որ խնդիրը շատ խորքային է։ Մենք բազմիցս անդրադարձել ենք Արցախի հետ կապված խնդրին, պատճառներին, հետևանքներին եւ եւս մեկ անգամ եւ ավելի խորքային թերևս գնահատականի կարիք կա, որովհետեւ հարցը ինքներդ եք հասկանում ոչ միայն իրավական հարթության մեջ է, այլ նաեւ քաղաքական հարթության։ Ուղղակի մի կետի իրավական մասով անդրադառնամ, պարոն Պողոսյանը որ նշեց, փաստորեն մարդիկ կան, ովքեր ռազմական գործողությունների ժամանակ զոհվել են, տվյալ դեպքում ԱԱԾ-ի աշխատակիցները Արցախի հանրապետության, եւ հիմա փաստորեն պետք է իրենց հարազատները պայքարեն, որպեսզի ստանան փաստաթուղթ, որ հաստատում է, որ իրենք զոհվել են։ Այդ կարգավիճակը դա ոչ միայն նվաստացուցիչ է, այլ նաև հակամարտկային ընդհանրապես, եւ այդ վերաբերմունքը, որ ցուցաբերվում է, մեր կողմից անընդունելի է, եւ մեր դիրքորոշումը, գիտեք, օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ կապված, ու մենք բազմիցս պետք է անդրադառնանք, բազմաթիվ անգամներ պետք է անդրադառնանք այդ հարցին, որ մարդիկ չմտածեն, որ այս ամեն ինչը հնարավոր է լղոզել ու անցնել։ Ուրեմն Արցախի կորստի ժամանակագրությունը եւ քաղաքական դրդապատճառները հետեւյալն են։ 22 թվականին ուշադիր նայեք ժամանակագրությանը։ 22 թվականի փետրվարին Ռուսաստանի Դաշնությունը սկսեց հատուկ գործողություն Ուկրաինայում։ Փետրվար ամիս սկսվեց գլոբալ հակամարտություն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև։ Ինֆորմացիոն դարաշրջանում մեծ գյուղի վերածված աշխարհը միմյանց հետ այնքան է փոխկապակցել երկրներին, որ միտեղ տեղի ունեցողը ամիջապես ազդեցություն է թողնում երկրորդ տեղում գտնվող երկրի ժողովրդի վրա։ Արևմուտքը սկսեց ինվենտարիզացիա իրականացնել, հավաքագրել բոլոր այն շրջանակներին, ում հնարավոր է օգտագործել Ռուսաստանի դեմ։ 2022 թվականի ապրիլ ես հիմա ներկայացնում եմ Արցախի կորստի ժամանակագրությունը։ 2022 թվականի ապրիլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարում է, որ միջազգային գործընկերները, մասնավորապես Արևմուտքը, իրենից պահանջում են իջեցնել Արցախի հետ կապված հայկական պահանջների նշաձողը եւ միայն այդ դեպքում նրանք խոստանում են ապահովել Արցախի անվտանգության հարցը, Արցախահայության անվտանգության հարցը։ Մայիս 22 թվական սկսվում է դիմադրության շարժումը Հայաստանում, որը հետաձգում է այն նշաձողի իջեցման գործընթացը, որի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Եվս մեկ հայտարարություն հիշեցնեմ։ Ազգային ժողովի ամբիոնից 22 թվականի ապրիլին նորից Փաշինյանը հայտարարեց, որ ինքը կայացնելու է մի որոշում, որի համար իրեն համարելու են դավաճան, բայց ինքը գնալու է այդ քայլին։ Որն էր այդ որոշումը։ Դա մենք հետագայում պետք է տեսնենք, բայց այդ օրերին մենք գիտենք արդեն թե ինչ է սպասվում, դրա համար ահազանգում էինք, գոռում էինք, պայքարում էինք, եւ նրանք, ովքեր տիրապետում էին իրավիճակին, կոչ էին անում, որ պետք է փրկել Արցախը։
22 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Արևմուտքը ուժգնացնում է ճնշումները այն փոքր երկրների վրա, որոնք գտնվում են Ռուսաստանին հարակից շրջանում կամ համարվում են պոստսովետական տարածք։ Վրաստանը չի մտնում այդ գործընթացի մեջ, հրաժարվում է մանրադրամ դառնալ, հիշելով 2008 թվականին տեղի ունեցածը։ Հայաստանը, իդեմս Հայաստանի իշխանությունների համարում է, որ Արևմուտքը հաղթելու է Ռուսաստանին ուկրաինական պատերազմում։ Տեսեք, ես դավաճանության եւ այլ ֆորմուլաները մի կողմ եմ թողնում։ Այդ հերձումը ցույց կտա քաղաքական, բայց իրենց գործողություններում բացի ամենից կար նաեւ հաշվարկ, որ Ռուսաստանը պարտվելու է, հետեւաբար պետք է անցնել մեկի կողմը, ով կապահովի իրենց իշխանությունը, բացառապես իշխանության հարցադրված եղել։ Եթե դուք նայեք այսի ամիսների նշածները, 2022 թվականի ապրիլ, մայիս, հունիս, Ռուսաստանը առաջին հարվածը, որ հասցրեց հատուկ գործողության ժամանակ եւ ընդհուպ մինչեւ Կիև հասնելով, որոշակի նահանջեր ունեցել եւ որոշակի անհաջողություններ էին արձանագրվել։ Հայաստանի իշխանությունը հաշվարկեց, որ Ռուսաստանը պարտվելու է։ Եվ դրա համար էլ իրենք անցան Արևմուտքի կողմը ակնկալելով աթոռ։ Իսկ Արևմուտքի կողմը անցնելը մեր տարածաշրջանում նշանակում է անցնել Թուրքիայի իշխանության տակ։ Իրենք իրենց աթոռի խնդիրը փորձեցին լուծել հենց այդ ճանապարհով, սպասարկել Արևմուտքի շահերը եւ պահել աթոռը։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունը մտավախություն ուներ, որ Ռուսաստանը ինչ-ինչ քայլեր է իրականացնելու իրենց դեմ իշխանության հարցում։ Այդպես էր թե ոչ, դա արդեն էական չի, որովհետև Հայաստանի իշխանությունն է այդպես մտածում։ Հետևաբար մտածելով հանդերձ անում է գործողություններ։ 2022 թվականի սեպտեմբեր ջերմուկի դեպքերը։ Ինչի համար էին դրանք։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ապրիլին հայտարարել էր, որ ինքը կողմ է, որ նշաձողը իջեցվի Արցախի, դրանից հետո եղել էր դիմադրության շարժում, դրանից հետո իր կողմից եղել էր որոշակի նահանջ, վախեցել էր։ Ջերմուկյան գործողությունները, որտեղ մենք 2 օրում մի քանի 100 մարդ կորցրեցինք, նպատակ ունեին վախեցնելու հայ ժողովրդի նոր պատերազմից եւ ստիպելու, որպեսզի Արցախը հանձնելու գործընթացը արդեն առարկայական տեսք ստանա։ Այսինքն այն ինչ Հայաստանի իշխանությունը խոստացել էր կուլիսներում եւ որի պատճառով Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հիշեք այդ օրերին հարցազրույց էր տալիս եւ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը շատ քաջ գործիչ է։ Ինքը շատ ռիսկ ունեցող գործիչ է, ապրի ինքը։ Թե ինչի համար ապրի, այդ հետո պետք է երևար։ Եվ երևաց հոկտեմբերի 6-ին 2022 թվականի Պրահայում, որտեղ Մակրոնի, Միշելի միջնորդությամբ, Էրդողանի մասնակցությամբ, Ալիևի ներկայությամբ եւ հերահար տարբերակով Բայդենի քավորությամբ տեղի ունեցավ Արցախի հանձնման պաշտոնական գործընթացի մեկնարկը։ Այսինքն ժամանակագրությունը ճիշտ ֆիքսեք, խնդրում եմ։ Դա նույնպես արվեց Արևմուտքի կողմից, որպեսզի վնաս տրվի Ռուսաստանին, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն Արցախից, որպեսզի այս գոտին եւս հայտնվի Արևմուտքի ազդեցության տակ եւ դառնա հակառուսական։ Փաշինյանը համաձայնեց դրան, հանուն իր իշխանության պաշտպանության։ Արդյունքում հոկտեմբերի 6-ին 22 թվականին պաշտոնապես Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Ուղիղ չի ասվել, բայց արդեն ճանաչվել է։ Մենք այն ժամանակ էլ ավելի բարձրացրեցինք մեր ձայնը, որ ժողովուրդ Արցախը հանձնեցին Ադրբեջանին։ Սակայն ինֆորմացիոն աղմուկի մեջ նույնիսկ տարբեր ընդդիմադիր շրջանակներ չէին ֆիքսել դա, եւ իշխանությունը խափում էր, թե այդպիսի բան չկա։ Եվ արդյունքում արդեն տեղի ունեցավ 23 թվականի
այն իրադարձությունները, որը մենք տեսել ենք, իսկ դրանից առաջ արդեն բլոկադան էր։ Բլոկադայի իրավունքը, այսպես կոչված, Ադրբեջանը ստացել է հոկտեմբերի 6-ին 22 թվականին, որովհետև եթե Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, այդ դեպքում ավտոմատ կերպով Ադրբեջանը իրավունք է ստանում բլոկադայի ենթարկել Արցախը եւ Արցախի զինված ուժերին համարել ապօրինի ռազմական բանդա։ Իսկ Լաչինի միջանցք կոչված արդեն վերանում է այդ դեպքում։ Սեպտեմբերյան իրադարձությունները արդեն նպատակ ունեին վերջնական տեսք տալ հոկտեմբերի 6-ի որոշմանը։ Ընդ որում այդտեղ էլ էր պայմանավորվածություն ձեռք բերվել։ Սեպտեմբերից առաջ Երևանի ավականու ընտրություններն էին։ Հետագայում պարզ դարձավ, որ եւ Հայաստանում, եւ Թուրքիայում, եւ ամենուրեք ժամկետները համաձայնեցված էր ԵՓ-ին հարձակվելու Արցախի վրա։ Հայաստանից խնդրել էին սպասեք Երևանի ընտրությունների ավարտվի նոր։ Իսկ մենք Երևանի ընտրությունների մասնակցում ենք բացառապես Արցախի օրակարգով։ Ուղղակի Մայր Հայաստանը միակ ուժն էր, որ այդ օրակարգով էր մասնակցում։ Մնացածը այդ օրակարգով չէին։ Եվ ցավոք սրտի մենք Արցախի կորուստ ունեցանք նաև Հայաստանի իշխանության մասնակցության միջոցով։ Սա պետք է հստակ իմանալ։ Ուրեմն առաջին արևմուտքը խնդիր ուներ հակառուսական քայլի, ուզում էր այս տարածաշրջանում ներգրավել ուժերի, Վրաստանը չհամաձայնվեց, Հայաստանը համաձայնեց։ Հայաստանի իշխանությունը այդ գործընթացը սկսել է դեռևս 22 թվականի պաշտոնապես ասեմ ապրիլից, երբ որ ազգային ժողովում հայտարարություն եղավ, եւ այս ամեն ինչը ավարտին է հասցվել սեպտեմբերին 23 թվականի։ Հիմա էլ ասում են, որ ինչպիսի բարեբախտություն, որ մենք Արցախը կորցրել ենք, որովհետև ստացել ենք իբր խաղաղություն, իբր անվտանգություն եւ այլն, չկա նման բան։ Արցախի կորստով Հայաստանի անվտանգության համակարգը լրջագույն հարված է ստացել, ֆունդամենտալ հարված է ստացել։ Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքենին տարիներ շարունակ մտածում էր, որ Արցախը խանգարում է, որ ինքը զարգանա, չէին գնահատում Արցախի դերը, բայց այդ քաղաքենին չէր մեղավոր, թերևս քաղաքական վերնախավի մեծ մասն էր մեղավոր, որ այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչ է նշանակում Արցախ, թե ինչ է նշանակում արցախահայություն, թե ինչ է նշանակում Հայաստանի անվտանգություն, որովհետև Հայաստանի անվտանգությունը հիմա կաղ է առանց Արցախի։ Արցախն առանց Հայաստանի չէր կարող, բայց մենք էլ հիմա առանց Արցախի չենք կարողանում։ Հայաստանի իշխանությունը հիմա կեղծ թեզ է առաջ քաշում, որ իբր Արցախը տալով մենք ստացել ենք վերջապես ինքնիշխանություն, ստացել ենք խաղաղություն եւ ստացել ենք անվտանգություն։ Դա սուտ է, մեծագույն սուտ, որը պետք է ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու բացատրվի, որ մենք հիմա ոչ թե ունենք խաղաղություն, այլ շոու հրադադար, որը կախված է մեկ մարդու կամքից, Ալիևի կամքից։ Կուզիկը կրակի, չի ուզի չի կրակի։ Իսկ որն է պատճառը։ Պատճառն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում չկա միջնորդ երաշխավոր։ Հանել են մեջտեղից միջնորդ երաշխավորին եւ արդյունքում ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի են։ Ինչ ուզեն ստանալու են։ Այս պահին հրադադար է, որովհետեւ ուզեցին Տավուշի մարզում իրենց ուզած տարբերակով սահմանագծում եւ սահմանազատում ստացան, մի մետր Հայաստանը չի ստացել, միայն զիջելը, դա ներկայացնում է որպես խաղաղություն։ Ուզեցին Զանգեզուրի միջանցքը ստանալ, համաձայնագրով արդեն ստացել են, հիմա ուզում են կյանքի կոչել։ Ինչու մնացած հատվածները Հայաստանի չեն սահմանագծվում ու սահմանազատվում, որովհետեւ Ադրբեջանը հասկանում է, որ այդ ամեն ինչ ինքը կարող է ստանալ եւ ի վերջո Արևմտյան Ադրբեջան կառուցել, որի անունը այս իշխանությունները դրել են 4-րդ հանրապետություն։ Առանց միջնորդ երաշխավորի ստացվում է, որ առաջվա լեզվով ասեմ, բռնցքամատիկների ծանր քաշայինը թեթև քաշայինի հետ է կռվում։ Ուրեմն միջնորդ երաշխավորները բնականորեն կարող են լինել Ռուսաստանը եւ Իրանը։
Մենք դրական ենք գնահատում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, բայց իրենք էլ են անկեղծորեն խոստովանում, որ գետնի վրա անվտանգության ապահովման հնարավորություն չունեն։ Իրենք մեզ պարզ ասում են։ Թրամփը հայտարարել է, որ այս տարածաշրջանում իրենք անվտանգային հարցեր չեն լուծելու։ Բայց իրենց ներգրավվածությունը դրական է։ Բայց առանց գետնի վրա միջնորդ երաշխավորի Հայաստանն ընկնելու է Արցախի օրը։ Մենք սա ամենօրյա ռեժիմով պետք է արձանագրենք, արձագանքենք եւ աղաղակենք, որ մարդիկ իմանան, որ այնպես չի, որ Արցախը ընկավ եւ վերջ Հայաստանը մակով ճանաչված երկիր է, բան չի լինի։ Սիրիան էլ էր մակով ճանաչված, Ուկրաինան էլ։ Տեսնում եք ինչ է կատարվում։ Ուրեմն մոտեցումների տարբերությունը հետեւյալն է։ Սա ուղիղ կապված է Արցախայության հետ, որովհետև տարբերություն չկա, ինչ տարբերություն է, բաժանումներից պետք է դուրս գանք հայաստանցի, ղարաբաղցի եւ այլն։ Բոլորս էլ հայեր ենք եւ Հայաստանի քաղաքացիներ, եւ բոլորիս անվտանգության հարցն է։ Արցախցիները տեղափոխվեցին Հայաստան, հիմա պետք է հասկանալ հայաստանցիները ուր են տեղափոխվելու այսպես շարունակվելու դեպքում։ Այս ամեն ինչը պետք է տեղ հասցնել։ Ուրեմն Ալիևի մոտեցումը հետեւյալն է. հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվում են փուլային տարբերակով, որը ենթադրվում է որ տեղի է ունենալու Հայաստանի կողմից միակողմանի փուլային զիջումների տարբերակով։ Դրա համար ժամանակավորապես չեն կրակում։ Սպասում են իրենց մարդը վերարտադրվի այստեղ, ու մենք ստանանք այն ինչ որ 21 թվականից հետո եղավ, ազգային ժողովի ընտրություններից հետո։ Հետևաբար մենք 21 թվականի կրկնություն չպետք է թույլ տանք։ Այն ժամանակ խաբեցին, ասեցին Արցախի ինքնորոշման իրավունքի հարցերով ենք զբաղվելու, հետո եկան ասեցին չէ մենք սխալվել ենք Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Հիմա կարող ասեն Հայաստանը Արևմտյան Ադրբեջանը եւ վերջ։ Ոչ մի տարբերություն չկա, վստահեցնում եմ ձեզ։ Ուրեմն Ադրբեջանի մոտեցումը հիշեք, փուլային տարբերակն է։ Իսկ սա ոչ թե խաղաղություն է, այլ շոու հրադադար։ Խաբեություն։ Մեր հայաստանյան մոտեցումը պետք է լինի փաթեթային։ Ուզում եք տրիպի ճանապարհով անցնել։ Շատ բարի։ Գրել եք, որ դա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության շրջանակներում է։ Շատ լավ, ուրեմն այդ front office, back office կոչվածները պետք է կարգավորվեն այնպես, որ հայկական կողմը վերահսկի իր տարածքով տեղի ունեցող շարժը, բայց փաթեթային լուծումը, երբ մենք ասում ենք, չէ, փուլային փաթեթային։ Մենք փաթեթայինի կողմնակից ենք։ Դուք ստանալու եք ճանապարհ դեպի Նախիջևան, մենք ստանալու ենք ճանապարհ դեպի Իրան եւ Ռուսաստան։ Եկեք պարիտետային քննարկենք։ Այսինքն մենք դրան օքեյ ենք, բայց դուք էլ սրան պետք է լինեք։ Հիմա հարց կառաջանա, բա ինչպես հասնենք դրան։ Միջնորդ երաշխավորով, ուրիշ տարբերակ չկա։ Թե չէ անընդհատ մենք կզիջենք եւ ամեն մի զիջումից առաջ կստացվի, որ Ալիևը ուղղակի բարի կամքի դրսևորմամբ մեզ խաղաղություն է աշխում։ Մենք խաղաղության մուրացկաններ ենք դառնում այդ ժամանակ։ Խաղաղության մուրացկաններին երբեմն կոպեկը շպրտում են, երբեմն չեն շպրտում։ Հիմա, երբ որ մուրացկանին ասում են Զանգեզուրի միջանցքը տուր, ինքը տալիս է, չեն կրակում։ Երբ որ ասեցին Արցախը տուր, ինքը մի քիչ վարանեց, նորից հետ գամ։ Տեղի ունեցան ջերմուկի դեպքերը։ Թե դա համատեղ օպերացիա էր ընդդեմ Հայաստանի, թե զուտ Ադրբեջաններ այդպես որոշել, դա էլ քաղաքական հերձումը ցույց կտա։ Բայց փաստն այն էր, որ ջերմուկի դեպքերով նպատակ ունեին վախեցնել հայ ժողովրդին եւ կյանքի կոչել այն ինչ որ մենք տեսանք 22 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այսինքն Արցախը հանձնել են, խաղաղություն ենք բերում լոզունգի ներքո։ Հիմա Զանգեզուրի միջանցքը հանձնում են, էլի խաղաղություն ենք բերում լոզունգի ներքո։ Հետո արդեն սկսելու են Սևանի տարածքում չափագրումներ անելը, էլի խաղաղության լոզունգների ներքո։ Մենք դրա համար ասում ենք, որ մեր մոտեցումը հետևյալն է, որ պետք է դնել փաթեթային մոտեցում, պետք է ունենանք միջնորդ երաշխավոր, պետք է հայ-ադրբեջանական սահմանները հստակ սահմանագծվեն եւ սահմանազատվեն, պետք է Հայաստանը հնարավորություն ունենա Իրանի հետ կապվել, Վրաստանի հետ կապվել հյուսիս-հարավ ճանապարհով եւ հնարավորություն տալ արևելք-արևմուտք ճանապարհահատվածի գործարկմանը, որը կոչվում է կոմունիկացիոն խաչմերուկ։
Սա է իրական երաշխիքը, որ մենք կունենանք իրական եւ երաշխավորված խաղաղություն։ Մեր մոտեցումը դա է, երաշխավորված խաղաղություն։ Այսինքն բառն էլ է հուշում, որ այդտեղ երաշխավոր միջնորդ է պետք։ Թե չէ մենք անընդհատ կզիջենք։ Ինչ վերաբերում է արցախահայության խնդիրներին, ապա մեր կարծիքով արցախցիների վերադարձի իրավունքը պետք է հայտնվի պետական արտաքին քաղաքականության օրակարգում եւ արցախցիները պետք է պաշտպանեն իրենց վերադարձի իրավունքը։ Սա մեկ։ Երկրորդը մենք միջազգային մասշտաբով պետք է դնենք մեր հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը, որը Արցախում արդեն վանդալիզմի է ենթարկվում։ Երրորդ, մենք պետք է պաշտպանենք արցախցիների սոցիալական եւ այլ տիպի միջազգայինորեն ամրագրված իրավունքները, որի փորձը կա Թուրքիան $3 միլիարդ փող է ստանում Սիրիայից ունեցած փախստականների համար։ Արևմուտքն է տալիս։ Ընդ որում Էրդողանը շանտաժ է անում, ասում է, եթե դուք ինձ չօգնեք, ես իրանց ամբողջությամբ կուղարկեմ Եվրոպա։ Մենք ոչ թե այդ շանտաժի տրամաբանությամբ, այլ միջազգային իրավունքի տրամաբանությամբ հնարավորություն ունենք միլիարդավոր գումարներ ստանալ, որպեսզի աջակցենք արցախցիներին։ Հայաստանի իշխանությունը դա չի անում։ Կամ անում է, մենք չենք տեսնում։ Ուրեմն սա պետք է դրվի այս հարցը էլի պետական քաղաքականության օրակարգում եւ պաշտպանենք արցախցիների իրավունքները եւ այդտեղ թող Ռուսաստանն ու Արևմուտքը իրար հետ մրցեն, թե ով ավելի լուրջ աջակցություն կցուցաբերի փախստականներին, բռնի տեղահանվածներին։ Արևմուտքը իր մեղքը ունի, ինքը պետք է քավի։ Այդ Մակրոնները, Միշելները, այդ Ուրսուլաները պետք է իրենց մեղքը քավեն, իրենք ուղիղ ազդեցություն են ունեցել Արցախի կորստի հարցում։ Եվ այս հարցը պետք է դնել օրակարգում։ Բայց ինքներդ էլ եք հասկանում, որ օրվա իշխանությունների պարագայում այս մոտեցումները չեն կարող կյանքի կոչվել։ Դրա համար մենք կոչ ենք անում արցախցիներին ակտիվորեն ներգրավվել իրենց քաղաքական իրավունքները պաշտպանելու հարցում։ Կոնկրետ ուժի հետ կապված չէ, այլ ձեր դիրքորոշումը պետք է հայտնեք։ Նրանք, ովքեր քաղաքացիության հնարավորություններ ունեն, պետք է ակտիվ մասնակցեն ընտրություններին եւ մերժեն այսօրվա քաղաքականությունը։ Եվ մենք համոզված ենք, որ ձեզ հետ միասին կարողանալու ենք հասնել փոփոխությունների եւ ապահովելու ենք Հայաստանի անվտանգությունը։ Ցավոք այսօր չեմ ուզում պոպուլիզմի գիրք նկնել ու ասել, որ վաղ իշխանությունը փոխվեց է մյուս օրը Արցախը հետ է բերվելու։ Հայաստանի իշխանությունը դաժանաբար, դավադրաբար փակել է Արցախի էջը։ Սա դաժան իրականություն է։ Եվ մենք պետք է բաց խոսենք այս մասին։ Բայց մեր վերադարձի իրավունքը փակված չէ։ Մեր իրավունքները այլ ոլորտի միջազգայինորեն ամրագրված փակված չեն։ Դրա համար մենք պետք է ձեր հետ միասին համատեղ ջանքերով հասնենք մեր բոլոր իրավունքների պաշտպանությանը եւ Հայաստանում հաստատենք խաղաղություն, անվտանգություն եւ բարեկեցություն։ Շնորհակալություն։